ասենք ստացանք դասական թևի լեկալը, ոնց անենք, որ ստանանք այդ դասական թևի լեկալից օրինակ թիթեռնիկ թև։ Եվ այսպես էլի ուղղահայացներ ենք իջեցնում լեկալի կակատից մինչև վերջ եւ կտրում ենք չհասնելով վերևի ուսագլխի գծին, առհասարակ ուսի այս կոր գծին։ Ահա, հիմա մեկ այլ թղթի վրա, որտեղ կառուցելու ենք լեկալը, դասավորում ենք մեր հին լեկալը, սկզբում կպցնում ենք վերևի ուսագլուխը, որպեսզի չտեղաշարժվի, ապա բացում ենք յուրաքանչյուր կտրված հատվածը այնքան, ինչքան որ մեզ պետք է, մոտավորապես 4 սանտիմետր, ամենաշատը 4 սանտիմետր եւ կպցնում ենք նաեւ սկոտչով ներքևից։ Ինչի համար եմ ասում 4 սանտիմետր, որպեսզի չկորցնենք կտորի հիմքի թելը։ Գծում ենք նոր թևի լեկալը եւ կտրում հանում ենք։ Ահա մեր լեկալը եւ ահա այն թևը, որը ես անել եմ դերայի վրայից։ Իհարկե ինչներին է պետք 20 րոպե տրամադրել, որպեսզի լեկալ կառուցեն։ Չէ՞ որ իրանք կարող են մի հատ կտոր կտրել, կիսակլոր տալ ու կպցնել դերայի վրա։ Իրանց պրոֆեսիոնալիզմը ուղղակի ականջներից դուրս է գալիս, այնքան է, որ գլխի մեջ չի տեղավորվում։